44-օրյա պատերազմում զոհված Էդգարի մայրը տղայի երազանքների ետևից հասել է Սյունիքի մարզի Բնունիս գյուղ։ Արսինե Սահակյանը 4 տարի առաջ է թողել մայրաքաղաք Երևանն ու եկել հաստատվել այս գյուղում։ 2021 թվականին, երբ որ Facebook-յան էջս էի թերթում, պատահական տեսնում եմ ընկերուհուս լայվը Նժդեհ գյուղից, մեր գյուղից մի քանի գյուղ այն կողմա, այնտեղ դպրոցներ նկարում, քարուքանդ եղած եւ ես միանգամից տակը մեկնաբանություն թողեցի, որ այս դպրոցում մահապարտներ են սովորում, ոչ թե երեխաներ հասարակ, եւ այդպես միանգամից գրում եմ, որ ես ուզում եմ այդտեղ մի տուն գնել ու գալ ապրել այդ գյուղում։ Որդու հետ 20 տարի ապրելով Արցախ բնակարանում երազել են սահմանամերձ գյուղում մի տնակ ունենալու մասին։ Այսօր արդեն Բնունիսում ոչ միայն տուն, այլև հյուրատուն էլ ունեն։ Հայրենի տուն դարձած Բնունիս Արսինեի համար ոչ միայն բնակատեղի է, այլ նաև ապրելակերպ։ Նրա որդին Էդգար Մարգարյանը 3 ամսից տուն էր վերադառնալու, եթե չլիներ չարաբաստիկ պատերազմը։ Ծառայում էր Հադրութի շրջանում։ Սեպտեմբերի 27-ին Էդգարի ծննդյան 20-ամյակի օրն էլ սկսվել է պատերազմը։ Արսինեն որդուն երկար է փնտրել, գտել ու ճանապարհել իր հավիտենական տունը։ Ես չեմ պատկերացնում, որ ինքը չկա, որտեվ իրականում ինքը իմ մեջ է ու մենք հոգևոր կապվածություն ունենք իրար հետ։ Մենակություն չի սիրում Արսինեն, վիշտը չի մեկուսացրել նրան, ու թեև Երևանը շատ է սիրում, սակայն առանց Բնունիսի կյանք չի պատկերացնում։ Ձգում եմ միայն եռաբլուրով, անկեղծ ասեմ, եթե ես պատերազմից հետո մենակ մնայի ու ինչ որ բան չնախաձեռնեի, ինչքան վատ կլիներ ինձ համար։ Արսինե Սահակյանը հողամասում հյուրատուն է կառուցել, հանգստի համար լավագույն պայմանները ստեղծել, որտեղ հյուրերին դիմավորում, հյուրընկալում եւ պատմում է որդու մասին։ Հոգևոր կապը ավելի կարևոր է, քան այդ քարե աշխարհը, որտեվ ես միշտ ասում եմ մեր հյուրերին էլ, որ գալիս են հյուրատուն, ասում եմ Էդգարը կա, պարզապես տանը չի, այնպես որ դուք էլ այտենց իմացեք, որ Էդգարը կա, պարզապես տանը չի, ես միշտ իր հետ խոսում եմ, ինքը ինձ ուղղորդում է, ինքը ինձ ուժ է տալիս։ Բնունիսում կյանք կա, վստահեցնում է Արսինեն, ու հավատում, որ այն մի օր ավելի լավն է դառնալու։ Սակայն մի նկատառում էլ ունի, որ այս կյանքն ավելի լավը դարձնելու համար գյուղացիների դերը շատ մեծ է լինելու։ Արևիկ Աբելյան, Մայքլ Մինասյան, ժամը լրատվական։